Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ հավատացյալ մարդիկ ջան։ Առավել եւս հասկանում եմ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հավատարիմ հետևորդ հավատացյալ մարդկանց ջղայնությունը, բայց հույսով եմ, որ ձեր ջղայնությունները շատ շուտով այլևս չի կրկնվի այն ինչից որ դուք ջղայնանում եք եւ Աստծո կամքով, Աստծո օրհնությամբ ամեն մեկը իր տեղը կգտնի։ Սիրելի հայրենակիցներ, մենք քիչ առաջ ականատես եղանք, որ Կտրիչ Ներսիսյանը Աստծո տունը զարթաց, բայց ոչ մի ուղիղ կապ Աստծո հետ չհաստատած, ով Աստծո անունը բարձրաձայն շահարկելով ոչ մի կապ չհաստատելով Աստվածաշնչի հետ, Աստծո գաղափարների հետ, Աստծո տունը օգտագործում է Հայաստանի Հանրապետությունում ինչքան թալանչիներ կա իրենց շահերը սպասարկելու գործում։ Աստծո տունը օգտագործում է մարդասպաների շահերը սպասարկելու գործում։ Աստծո տունը օգտագործում է իր օրհնությամբ Հայաստանի Հանրապետությունում ովքեր որ ցանկանում էին իր օրհնությամբ Հայաստանի Հանրապետությունում տերոր անեն, քաղաքացիներով բեռնված ավտոբուսներ, չգիտեմ այրեն, Աստծո տունը օգտագործում է դրանց շահերը այդ տերորիստների, տերոր ցանկացող կազմակերպողների շահերը սպասարկելու գործում։ Այսինքն Աստծո տունը զարթած Կտրիչ Ներսիսյանը, սիրելի մարդիկ, իր ամբողջ կենսագրությամբ, իր պահվածքով, իր ամբողջ կենսագրությամբ ոտից գլուխ կարգալույց է, ոտից գլուխ, ինչքան վատ թեմաներ կա, այդ ստահակը խորտակվել է բոլոր այդ վատ Աստծո ոչ հաճելի թեմաների մեջ, բացի Աստծո շահերը, Աստվածաշունչը քարոզելուց, բացի Աստծո խոսքը տարածելուց, բացի Աստծո շահերը սպասարկելուց, այդ վատ ազնվորությունը բոլոր Աստծուն ոչ հաճելի շահերը սպասարկում է, բացի Աստծո շահը, ստահակ, բա Աստծո շահով պետք է սպասարկի, Աստծո խոսքով պետք է սպասարկի հայ մարդուն։ Այդ դրա համար էլ աղանդը վխտում է Հայաստանի Հանրապետությունում։ Այդ դրա համար էլ հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ ներվայնանում են։ Այդ դրա համար էլ ինչ որ մի հատ վատ մարդու պատճառով, ով Աստծո տունը զարթել է, հայ մարդիկ հեռացել են Աստծո տնից։ Եվ դու այս ամեն ինչի համար պատասխան ես տալու։ Սիրելի մարդիկ, նախ ես աշխատելու եմ, որպեսզի չներվայնանամ, որպեսզի չխախտեմ իմ սկզբունքները, որպեսզի խոսքեր, արտահայտություններ չօգտագործեմ եւ դրանով խախտեմ իմ սկզբունքները, խախտեմ իմ կուսակցության օրենքները։ Չնայած ինչքան էլ իմ նման էմոցիոնալ տղա համար դժվար լինի այս ամենը, բայց այլ տարբերակ չկա։ Մենք ոչ մեկից լավը չենք, առավել եւս իրական Հայաստանի իրական առաջնորդից լավը չենք, որ ինքը կարող է իր կյանքը դնի հանուն Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության, հանուն խաղաղության, հանուն մեր փոփոխության կարող է իր կյանքը դնի զոհասեղանին եւ շատ վատ ճանապարհներ անցնի, մենք չկարողանանք, մենք լավը չենք ոչ մեկից, առավել եւս երկրի վարչապետից։ Ինչքան է որ դժվար է, ուզած պետք է չխախտենք մեր սկզբունքները։ Սիրելի մարդիկ, ինչ տեղի ունեցավ Կտրիչ Ներսիսյանը
չներեց եւս մեկ հոգևորականի, ով հրաժարվեց Կտրիչ Ներսիսյանին ծառայություն մատուցելուց եւ ընտրեց Աստծուն ծառայելու իր սուրբ պարտականությունը։ Այո, Կտրիչ Ներսիսյանը վրեժխնդիր է լինում այն հոգևորականներից։ Ես չեմ ուզում ասեմ Կտրիչ Ներսիսյանը կարգալուց արեցես է, որովհետև ոտից գլուխ կարգալուց եղած Կտրիչ Ներսիսյանի ոչ մի որոշում լեգիտիմ ուժ չունի, անօրինական է։ Ոտից գլուխ կարգալուց եղած Կտրիչ Ներսիսյանի բոլոր եկեղեցական որոշումները անօրինական են, որևէ լեգիտիմ ուժ չունի։ Դրա համար չեմ ուզում ասեմ, օй, եւս մեկ հոգևորականի կարգալուց արեց, ոչ, ինչ կարգալուց։ Այստեղ չկա կարգալուցի խնդիր, որովհետև ոտից գլուխ կարգալուց եղածը չի կարալ կարգալուց անի ինչ որ մի այլ հոգևորականի։ Եղբայր, եթե դու ոտից գլուխ, քո ամբողջ կենսագրությունով, քո ամբողջ ապրածով, քո պահվածքով, քո ծառայությունով ոտից գլուխ կարգալուց եղած ես, քո բոլոր եկեղեցական որոշումները անօրինական են, ոչ լեգիտիմ են, օդի մեջ փուչիկ է։ Ուղղակի դու օգտվելով քո հնարավորությունից կարողանում ես անօրինական որոշումներ կայացնել, բայց ոչինչ, համբերի, որովհետև շատ շուտով հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ իրենց առաջնորդի հետ, իրենց սեփական իշխանության հետ, իրենց սեփական իշխանության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ քեզ զրկելու են այն հնարավորությունից, որը հիմա դու օգտագործում ես։ Այսինքն, ինչ եմ ուզում ասեմ, քեզ դուրս են վռնդելու Աստծո տնից, եւ այլևս քեզ որևէ հնարավորություն չես ունենալու թաքնվելով Աստծո տան մեջ, ոչ մի արժեք չհաստատելով, ոչ մի կապ չհաստատելով Աստծո տան հետ, ոչ մի կապ չհաստատելով Աստծո հետ, ուղիղ կապի մեջ մտնես մարդասպաների եւ թալանչիների հետ։ Եվ Աստծո տունը օգտագործես հայ մարդու կողմից մերժված խուլիգան բանդայի, մարդասպան թալանչի բանդայի շահերը սպասարկելու գործում։ Հավատա, Կտրիչ, ոտից գլուխ կարգալուց եղած Կտրիչ Ներսիսյան, գնալու ես հայ մարդը, հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդը քեզ հեռացնելու է։ Իհարկե մեր այն հոգևորականների գլխավորությամբ, ովքեր հրաժարվել են քեզ ծառայելուց եւ ընտրել են Աստծուն ծառայելու իրենց սուրբ պարտականությունները։ Այ այդ հոգևորականների հետ խոնարհումս եւ բարձր հարգանքս, 100 ամբողջական աջակցությունս բոլոր այն հոգևորականներին, այն Աստծո ծառաներին, ովքեր հրաժարվել են Կտրիչ Ներսիսյանին ծառայելուց եւ ընտրել են Աստծո ծառայելու իրենց սուրբ պարտականությունը։ Հարգանքներս եւ ամբողջական աջակցությունս ձեզ, Աստծո ծառաներ։ Ինչքան էլ ներվայնացած ենք, պետք է հանգիստ խոսենք, սիրելի մարդիկ։ Մի խոսքով, անկախ նրանից, թե Կտրիչ Ներսիսյանը ոնց է վրեժ խնդիր լինում եւ վրեժ լուծում այն հոգևորականներից, ովքեր հրաժարվել են իրենց ծառայելուց եւ ընտրել են Աստծո ծառայելու ճանապարհը, անկախ իրենց անօրինական ոչ լեգիտիմ որոշումների, սիրելի մարդիկ, մենք պետք է մեր հոտառությունները չկորցնենք եւ ավելորդ շարժումներ չանենք, քանի որ մենք բոլորս վստահ ենք, որ Կտրիչ Ներսիսյանը գնալու է։ Կտրիչ, քեզ ունես 3 տարբեր։ Իմ սուբյեկտիվ կարծիքով Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է, չի քննարկում, քննարկման ենթարկա չէ։ 3 տարբերական։ Կամ եկեղեցու մեջ իրանցով են այդ հարցը լուծելու, կամ ազգային անվտանգությունն է մտնելու իր վզից բռնելու եւ դուրս հրավիրելու, կամ հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ ժողովուրդ են գնալու եւ իրան դուրս հրավիրելու
մեր սեփականությունից, մեր սրբությունից, Աստծո տնից։ Հիմա այդ երեք տարբերակից որ մեկ ուզում է ընտրի, բայց ես մի բան գիտեմ, որ ամեն մի կապրիզնություն Կտրիժ Ներսիսյանի կողմից, ամեն մի կապրիզնություն օգտագործվում է իր դեմ։ Օգտագործվում է իր դեմ եւ ավելի ու ավելի է ներվայնացնում հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացած ժողովրդին։ Ես դա վստահ գիտեմ եւ դա այդպես է։ Եվ դա այդպես է։ 2018 թվականից այլևս հայ մարդ իր առջև խնդիր է դրել։ Խնդիր դրեց, որպեսզի տասնյակ տարիներով իր իհարկե երկրի մեր պետության իրական Հայաստանի իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ, հնարավորությամբ եւ ներկայությամբ։ Խնդիր դրեց, որպեսզի իր սեփական պետությունը արևանգությունից ազատի այս ռոբասերժական խուլիգան բանտայից եւ անհնարինը հնարավոր դարձրեց, այն որ անհնարին էր, չէ՞, որ հնարավոր չի Հայաստանի Հանրապետությունը, հնարավոր չի ռոբասերժական խուլիգան բանտայից ազատվելը։ Բոլորի համար անհնարին էր թվում, բայց Նիկոլ Փաշինյանի եւ հայ ժողովրդի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը ասելով նկատի ունե քաղաքական պայմանագիր։ Ես անհատական չեմ կարող բոլորի անունները տամ, բայց այո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկար տարիների տանջակից եւ իր թիմի երկար տարիների տանջակից, տարապոնքից, պայքարից հետո հայ մարդկանց հետ միասին անհնարինը հնարավոր դարձրին։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ազատագրեցին ռոբասերժական խուլիգան բանտայից։ Հիմա էլ որոշ մարդիկ նստած մտածում են, ասում են անհնարին է կտրիչը հեռանա։ Անհնարին է։ Ուրեմն այդ անհնարին թվացողը հնարավոր, քանի որ հայ մարդը սովոր է։ Հայ մարդու սեփական իշխանությունը սովոր է անհնարինը հնարավորություն դարձնի։ Խաղաղությունն էլ էր անհնարին։ Չգիտեմ, այս բոլոր ինչ կատարվում է 2018 թվականից միջ առեսօրից ինչ մեր սեփական պետությունում կատարվում է, լիքը մարդկանց համար դա անհնարին է թվացել։ Ինչպես իրենց սեփական պետության ազատագրումն է անհնարին թվացել ռոբասերժական խուլիգան բանտայից, ինչպես խաղաղությունն է անհնարին թվացել, ինչպես այս ահռելի մեծ շինահրապարակն է անհնարին թվացել, ինչպես աշխատասիրությունը եւ հոգատարությունն է սեփական ժողովրդի նկատմամբ անհնարին դարձել, ոնց կարելի է լինի այնպիսի մի իշխանություն, որ սեփական ժողովրդի հետ սեփական որ բարձր մակարդակի ուշադրություն կդարձնի սեփական ժողովրդին։ Ասելիքս ինչ է, անհնարինը այս մարդիկ հնարավոր են դարձնում։ Հիմի այն մարդկանց մտքով որ մտածում են, որ անհնարին է, որ Աստծո տունը ազատվի Կտրիժ Ներսիսյանի բռնազարդումից, ձեր այդ անհնարին թվացող երևույթները հնարավորություն կդառնա։ Անհնարին չի, ինչպես Հայաստանի Հանրապետությունը ազատվեց ռոբասերժական խուլիգան բանտայի բռնազարդումից, արևանգությունից, այդպես էլ Աստծո տունը կազատվի Կտրիժ Ներսիսյանի արևանգությունից։ Ինչպես ռոբասերժական խուլիգան բանտան չի էր կապ ունացել եւ միջև այլ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ եւ հայ մարդու հետ, այդպես էլ Կտրիժ Ներսիսյանը կապ չունի Աստծո տան հետ եւ Աստծո հետ։ Նա ուղղակի բարձրացան շարքելով Աստծո անունը, ձևական, կեղծավոր բարձրացան շարքելով Աստծո անունը, Հիսուս Քրիստոսի անունը, Աստծո տունը օգտագործում է թալանչիների շահերը սպասարկելու գործում։ Աստծո տունը օգտագործում է Հայաստանի Հանրապետությունը տասնյակ տարիներով իրենց ազնական հարստության համար աշխատացրածների շահերը սպասարկելու գործում։ Կտրիժ Ներսիսյանը մի տհաճ ազնվորություն է, ով տասնյակ տարիներով բարձր մակարդակի հարգանքը տեղը պահելով ոչ լեգիտիմ ղեկավարներին հնազանդ ծառայություն է մատուցել ԺՊՏ դեմքին։ Այն ղեկավարներին, ովքեր կեղծիքներով են ընտրվել, այն ղեկավարներին, ովքեր հայ մարդկանց կարակես սպանել եւ իշխանություն են զարթել, զարթած իշխանություն են պահել։ Այդ Կտրիժ Ներսիսյանը
այդ տեսակին բարձր հարգանքը տեղը պահելով բարձր մակարդակի ծառայություն համատուցել։ Բայց հայ մարդու սեփական ձեր բերած իշխանության հետ չի համակերպվում։ Ձայն Աստծո ձայն բազմած, որ Աստվածաշնչում գրված է, այդ խոսքի չի համակերպվում։ Ատելությամբ է լցված այդ խոսքի վրա։ Ատելությամբ է լցված հայ մարդու սեփական իշխանության նկատմամբ։ Բայց հարգանքը տեղը պահելով հայ մարդկանց կրակած սպանած եւ իշխանություն զարթածների ծառայություն համատուցել, բայց հայ մարդու սեփական ձեր բերած իշխանության հետ չի համակերպվում։ Լանթա տալիս, դիմակայում է, պատերազմ է հրահրել։ Եվ քո վառած կրակի մեջ, խայրոկի մեջ, Կտրիչ Ներսիսյան, դու վառվելու ես քաղաքական մակարդակով։ Դուք օտարի շահերը սպասարկողներն եք։ Եվ այո, դուք օտարի կողմից, օտարը կրակ է վառել Հայաստանի Հանրապետությունում եւ ձեզ լցրել այդ կրակի մեջ։ Եվ դուք վառվելու եք օտարի կողմից վառված կրակի մեջ։ Վառվելու եք։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։ Կտրիչը հեռանալու է։ Կտրիչ, ոտից գլուխ կարկալուց եղած Կտրիչ Ներսիսյանի ոչ մի որոշում լեգիտիմ ուժ չունի։ Իր բոլոր եկեղեցական որոշումները անօրինական են, անօրինական։ Ոտից գլուխ կարկալուց եղած Կտրիչ Ներսիսյանի բոլոր եկեղեցական որոշումները անօրինական են, անօրինական։ Սա քննարկման ենթարկա չէ։ Իսկ դուք գնացեք այ ավազակներ, ձեր ավազակներով ինչ ուզում եք ենել արեք։ Ու մի հատ արշակ կա, ասուլիս է տալիս։ Սքեմի տակ թաքնված մի հատ խուժան կա, ասուլիս է տալիս։ Ասում է, բա որ ինձ ուզում են պաշտոնից հեռացնեն, բայց չեմ վախենում, որ ես ավելի մեծ մեղքեր գործեմ։ Ստահակ։ Ձեր հեռանալուց հետո մեկա դուք հեռանալ եք։ Ինչ մեղքեր ուզում եք գործեք։ 1000 ներողություն բառապաշարի համար ժողովրդական սենս մեծական մի խոսք կա։ Ինչ քակ ուզում եք կերեք։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդկանց դա չի տանջելու։ Այ հիմա որ դուք մեղք եք գործում, սքեմա հակած Աստծո տան մեջ որ մեղքեր եք գործում, հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդկանց տանջում է, ներվայնացնում է։ Այ երբ որ դուք Աստծո տան մեջ չեք լինի, այդ սքեմի տակ թաքնված, ինչ ուզում եք կարեք, յանը մետե ադալժենի ես անում, այ էդ էլ ուզում ես ասես, այ եթե ինձ հեռացնեն պաշտոնից, Կտրիչի հետևից եմ գնալու, Կտրիչի հետ եմ շնանալու, բա քո հեռանալուց հետո ուզում ես Կտրիչի հետ շնացի, ուզում ես Կտրիչի հետ մեղք գործի, ուզում ես քրակինի, ուզում ես հոպարիտ տղու, ուզում ես քերոտ տղու, ուզում ես քերիտ, ինչ ուզում ես արա, ինչ մեղք ուզում ես գործի, ինչ շնանալ ուզում ես շնացի, դա մեզ չի հուզելու այլևս։ Բան ասում, թե մատա թափ տալի։ Բան անում, էլի ես վախեցնում, ասում, այ, բա որ ինձ պաշտոնից հեռացնեիք, չեք վախեցնում, որ ես ավելի մեծ մեղք կգործեմ։ Արա ինչ մեղք ուզում ա կգործես, ինչ մարդ կսպանես, իրավապահ մարմինները հետևիցդ կգան, կգնաս կնստես։ Քրակինի հետ չես շնանա, Կտրիչ Ներսիսյանի հետ կշնանաս, դու քո կյանքը, քո ազգական կյանքը մեզ չի հետաքրում, իմ հետ ուզում ես շնանցի, ինչ ուզում ես արա, յանը մետ ինչ ես ասում։ Մեզ հիմա հետաքրում է քո ազգական կյանքը, որովհետև դու Աստծուն ես ներկայացնում, դու եկեղեցին ես, մեր հայ առաքելական եկեղեցին ես ներկայացնում, այդ դրա համար քո ազգական կյանքը մեզ հետաքրում է, պետք է հետաքրի։ Այ երբ որ դու Աստծուն չես ներկայացնի, եկեղեցին չես ներկայացնի, Աստվածաշունչը չես ներկայացնի, քո ազգական կյանքի վրա ոնց ասած թքած ունենան, ներողություն բառապաշարի համար։ Բարձր արհամարանքով ենք արդեն վերաբերվելու քո ազգական կյանքի վրա, դու քո ազգական կյանքը ում հետ ինչ մեղք ուզում ես գործի, ում հետ ուզում ես գնա շնացի։ Այսինքն իր ասացեն է, եթե քրակինից հետ եմ շնացել մեղք գործել, այ որ ինձ հեռացնեք գնալու եմ Կտրիչ Ներսիսյանի հետ մեղք գործեմ։ Այսինքն շնանամ Կտրիչ Ներսիսյանի հետ։ Իր ասացից ես հետ հասկացա։ Սենց սուբյեկտիվ կարծիքն է, որ իր ասացից ես հասկացա։ Ստահակ, քո հեռանալուց հետո նորից եմ ասում, ինչ ուզում ես արա, մեզ չի հետաքրում։ Մեկա դու Կտրիչ Ներսիսյանը հեռանալու եք։ Աստծոտ հայ մարդը այլևս իր արժև խնդիր է դրել, որ իր սեփական պետությունում ոչ մի արժեքավոր ինստիտուտ, ոչ մի արժեք, ոչ մի հարստություն արեկվակված չի լինելու ինչ որ մի հատ տհաճ ազնվորությունների կողմից։ Այդ տհաճ ազնվորությունների, ովքեր ոչ մի կապ չունեն այդ ինստիտուտի հետ։ Խնդիրը դրել է իր սեփական պետությունը 2018 թվականին ազատագրել է իր պետության եւ ժողովրդի հետ կապ չունեցածներից,
Նրանցից ովքեր տասնյակ տարիներով պետությունը, հայ մարդու սեփական պետությունը աշխատացրել են իրենց ազնական հաջողությունների համար, հիմա էլ խնդիր ադրե որպեսզի Աստծո տունը մեր սրբավայրերը ազատեն Կտրիչ Ներսիսյանին, որը ոչ մի ուղիղ կապ չունի մեր սրբության հետ, Աստծո տան հետ, իր դրված խնդիր իրականություն է դարձնելու։ Կա մարդ, որ կասկածում է, կա մարդ, որ կասկածում է, որ հայ մարդը եթե իր առջև խնդիր է դրել, իր առջև դրած խնդիրը գերազանց մակարդակով լուծելու է։ Հայ մարդու որոշման դեմը մարկա, որ կարա կասկածի, կամ հայ մարդու որոշումը կասկածի տակ դնի։ Կտրիչ, հեռանալու ես, չգիտեմ ինչի ինձ թվում է, որ քո հեռանալը շատ ցավոտ է լինելու քո համար եւ դու այդ ցավը քո սեփական մաշկի վրա զգալու ես։ Այո, զգալու ես այ ոտից գլուխ կարկալուց եղած։ Քո կենսագրությունով, քո պահվածքով, քո ծառայությունով դու մի բան ես ապացուցել, որ դու ոտից գլուխ կարկալուց եղած ստահակ ես։ Քո դեմքին նայում ես, խուլիգանից ոչինչ չես տարբերվում։ Շատ խուլիգանի sense կեցված ունեցող մի ազնվորություն ես։ Նաև քո եղբայրը, որ Մոսկվայում ռուսական օմոնը բերեց, որ հայ մարդկանց ծեծելով դուրս հրավիրի Աստծո տնից։ Քո եղբայրը, քո հանցագործ խուլիգան եղբայրը, քո խոժան եղբայրը, որ հայ մարդկանց վրա ռուսական օմոնը բերեց։ Հայ մարդիկ գնացել էին իրենց տուն, եկեղեցի Աստծո տուն, որպեսզի իրենց ձայնը բարձրաձայնեն, բայց քո եղբայրը ստահակ ռուսական օմոնը բերեց հայ մարդկանց ծեծել տվեց։ Դա ձեր մոտ սովորություն է։ Տաշիր Սամվելի խոսակցություններ կա, թե ոնց ես հայ մարդկանց աշխատացել Ռուսաստանում եւ չես վճարել։ Այն հայ մարդն ով համարձակություն ունացել իր փողի հետևից գա, չեչեների ոնց ես բերել եւ հայ մարդկանց ծեծի ենթարկել։ Դա ձեր հայ մարդիկ տեսեք սրանք էս ովքեր են։ Մեկը հայ մարդու վրա օմոնա բերում, մեկը հայ մարդու վրա չեչենա բերում, մեկը հայ մարդու վրա արա, ովքեր արա դուք հայ մարդու վրա տաղաբերողներն եք։ Այ դուք եք, դուք հայ մարդու վրա տաղաբերողներն եք, հայ մարդիկ։ Մենք 2026 թվականին քաղաքական մակարդակով վերջնականապես հավերժ եւ հավիտյան վարեժ ունենք լուծելու։ Քաղաքական մակարդակով։ Մենք այո 2026 թվականին ընտրելով խաղաղությունը, որովհետև ընտրելով խաղաղության մեջ ամեն ինչ ասված է, որտեղ կա խաղաղություն, այնտեղ կա կյանք, հարստություն, հզորացում, զարգացում, որտեղ կա խաղաղություն, այնտեղ կա աշխարհ։ Ու այո, մենք ընտրելով խաղաղությունը ոչ ենք ասելու մահվանը, մենք ընտրելով հոգատարությանը ոչ ենք ասելու անտարբերությանը, մենք ընտրելով ոչ թալանը ոչ ենք ասելու թալանին, մենք ընտրելով ժողովրդավարությունը ոչ ենք ասելու խուլիգան մարդասպաներին, բեսպրիծելին։ Ու դա մենք անելու ենք։ Ու հիմա հայ մարդկանց վրա չեչեն բերողները, որ հայ մարդկանց Ռուսաստանում աշխատացրել են փողերը, այդ խոսակցությունները արդեն պատտվում է, ու սա այն խոսակցությունները իրականում էսա կգա, ապացույցներով էսա կխոսանք։ Հիմա օդի մեջ էլ չի, լավ էլ հենց ուղիղ այդ խոսակցությունները որ պատտվում է, թե Ռուսաստանում հայ մարդիկ ոնց են տաշիրի շահած տենդերներում աշխատել, թե տաշիրը ոնց է այդ մարդկանց խաբել, փողը չի տվել։ Ու հետո հայ մարդը որ գնացել է իր փող հետևից տաշիրը ոնց է չեչեներ բերել հայ մարդկանց Ռուսաստանում մոտար տեղ ծեծի ենթարկել։ Այդ խոսակցությունները գնում է։ Այդ դուք եք եղել։ Ու եկել եք հայրենասիրությունից եք խոսում։ Հայ մարդու վրա, հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդու վրա ռուսական օմոն բերողը եւ հայ մարդկանց ծեծի ենթարկածները չեն կարա հոգեվորական լինեն, որևէ բարոյական իրավունք չունեն հոգեվոր կյանքից խոսելու։ Հայ մարդկանց աշխատացրած, քցած փողերը չտված, վերջում էլ չեչեներ բերած հայ մարդկանց ծեծի ենթարկածները որևէ բարոյական իրավունք չունեն հայ մարդու այսօրվա եւ վաղվա օրվանից խոսալու, հայ մարդու անունից, հայրենասիրությունից, вообще իրավունք որևէ բարոյական իրավունք չունեն խոսալու։
Այդ դուք եք հայ մարդու սեփական պետությունը տասնյակ տարիներով իրենց անձնական հաջողությունների եւ հարստությունների համար օգտագործածները հայ մարդկանց հայ մարդու մայրաքաղաքի սրտում կարակած սպանածները տասնյակ տարիներով դուբինկեքով մասկեքով հետապնդած եւ սամասուտ արած ստահակները որևէ բարոյական իրավունք չունեն դաժե հ բառը հնչեցնելու այն ինչ որ կախված է հայ մարդու հետ հայի հետ հայրենասիրության հետ որևէ բարոյական իրավունք չունեն Դրանց կիլերները, որ տասնյակ տարիներով հայ մարդիկ էին հետապնդում սամասատ դանմընտրությունների ժամանակ վախները բռնում ու դրա դիմաց շաուրմի տոշկեք էին ստանում շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին, որ այսօր 3 եւ տարիներ շարունակ արդեն նրանք ովքեր հենց հայ մարդկանց ծեծելով հետապնդելով ձայներ էին հավաքում դուբիգեքով սամասու դանելով, որ Սերժի Քոչի կողմից էլ շաուրմի բուտկեք էին ստանում, շնորհակալություն, որ դուք ձեր այդ քաղաքապետարանի տեխնիկաներով դες քծում եք կոշով եւ քանդում եք, ավիրակ եք անում։ Շնորհակալություն։ Եվ դա պետք է լինի շարունակական։ Նրանք ովքեր ցես տասնյակ տարիներով տասոչկությամբ են զբաղվել հայ մարդկանց հետապնդել, դուբիգեքով ծեծել եւ դրանց դիմաց շաուրմի բուտկեք են ստացել, ծաղիկի տոշկեք են ստացել, իրանց բալկոն են առաջ տվել, տանիքի վրա հարկ են ավելացել, բոլորը պետք է քանդվի։ Բոլորը ու քանդվում է կեցե Հայաստանի Հանրապետությունը կեցե հայ մարդու սեփական ձեռքբերումը կեցե խաղաղությունը կեցե հոգատարությունը կեցե աշխատասիրությունը կեցե հայ մարդու համբերատությունը կեցե հայ մարդու հոտառությունը հայ մարդու ցավը տանեմ ես հայ մարդու ցավը տանեմ ես Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միակ ուժի հարստության, այսինքն հայ մարդու ցավը տանեմ ես ձեր դեմը խաղ չկա դուք եք ձեր սեփական պետության ճակատագիրը որոշողը դուք եք այո հենց ձեր սեփական պետության իշխանության ճակատագիրն եք դուք որոշողը ձեր սեփական եկեղեցիների հոգևորականների ճակատագիրն եք որոշողը դուք եք թող որևէ մեկի մտքով չանցնի որ կարա 7 հոգով նստի ու ձեր բոլորի տեղը որոշումներ կայացնի այդ 7 հոգին կհայտնվեն քաղաքամակարդակով ձեր ոտքերի տակ Աստծով ամեն ինչ լավ է լինելու Ստեսություն ձեզ